Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Տիրոջ անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, յուրաքանչյուրիս իրավիճակի ու կյանքի վրա։ Թող Տիրոջ ձեռքը մեզ վրա լինի։ Եվ աղոթում եմ ամենքիս համար, իմ ընտանիքի անդամների համար, ձեր համար, ձեր ընտանիքի անդամների ու հարազատների համար, ամեն հայի համար, ու խնդրում եմ, Տեր իմ Աստված, արթնացրու մեր հոգիները, ցանիր մեր մեջ հավատքի սերմ և ապաշխարության շնորհ թափի մեզ վրա, և թող մեր կյանքը լինի ապաշխարության առատ պտուղներով, թող մեր սրտերը փոխվեն, թող որ մենք դեպի քեզ դառնանք և հեռանանք մեղքից։ Հիսուսի անունով եմ խնդրում։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը դասին, գրքին, ավելի ճիշտ, և երեկ մենք խոսում ենք մեղքը ատելու մասին, որ մեղքը ատելը, մեղքի դեմ թշնամանք ունենալը դա ապաշխարության մասն է կազմում։ Իսկ այսօր մի հարցի նայենք նորից այդ մասին։ Ինչ կա մեղքի մեջ, որը պետք է ստիպի զղջացողին, ապաշխարողին ատել մեղքը։ Պատասխան. մեղքը անիծյալ բան է, ամենասարսափելի ու ամենադաժան հրեշը։ Պողոս առաքյալը այսպես է այն նկարագրում Հռոմեացիներ նամակի 7-րդ գլխի 13 խոսքում. մեղքը ինձ մահ պատճառեց։ Այն, որ մեղքը ծայրահեղ չարիք է, սխալ է և արժանի է ատելության, պարզ կդառնա, եթե մեղքը դիտարկենք որպես քառակողմ հասկացողություն։ Առաջին, նախ եկենք նայենք մեղքի ծագմանը, որտեղից է մեղքը գալիս։ Մեղքը իր ծագումնաբանությունը ստանում է սատանայից։ Առաջին Հովհաննես 3-րդ գլխի 8-րդ խոսքում ասվում է. ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Աստծու որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Մեղքը սատանայի գործն է, նրա սրտի, նրա ձեռքի աշխատանքը, սատանայի կամքի պտուղը։ Սատանան մեղք գործողն է։ Ուրեմն, որքան ատելի պիտի լինի մեզ համար անել այն, ինչը սատանայի հատուկ գործն է, որովհետև մեղք գործելով այն մեզ դարձնում է սատանայի գործընկերը, սատանայի համախոհը, սատանայի գործերը սիրողը ու սատանայի գործերը տարածողը։ Երկրորդ, նայենք ու քննենք մեղքի բնույթը, մեղքի էությունը, ու մեղքը մեզ շատ ատելի կթվա։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը սահմանում մեղքի բնույթը, թե ինչ չարիքներ է մեղքը բերում։ Մեղքը Աստծու հանդեպ անարգանք է ու անպատվություն։ Հռոմեացիներ 2-րդ գլխի 23-ից 24 խոսքում ասվում է. դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգում ես, որովհետև ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծու անունը, ինչպես որ գրված է. Մեղքը արհամարանք է Աստծու հանդեպ։ Ա Թագավորներ 2-րդ գլխի 30-ից 32 խոսքերում ասվում է. սրա համար Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ, բայց հիմա Տերն ասում է. քավ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին և ինձ արհամարհողները կանարգվեն։ Ահա օրեր կգան,
երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսի ծեր չլինի քո տան մեջ, և դու դժբախտություն կտեսնես տան մեջ։ Մեղքը Աստծո բարկության պատճառ է։ Եզեկիել գրքի 16-րդ գլխի 43 խոսքն ասում է. «Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու, ասում է Տեր Աստված»։ Մեղքը փորձում է Աստծո համբերությունը։ Եսայիա 7-րդ գլխի 13 խոսքն ասում է. «Եվ Եսային ասաց. հիմա լսեք, ով Դավթի տուն, քիչ բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, որ իմ Աստծուն եք հոգնեցնում»։ Մեղքը կոտրում է Աստծո սիրտը։ Եզեկիել գրքի 6-րդ գլխի 9-րդ խոսքն ասում է. Աստված ասում է. «Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից»։ Մեղքը, երբ նորից ու լիովին մեր ազատ կամքով, մեր ցանկությամբ դրսևորվում է մեր կյանքում կամ որևէ մեկի կյանքում, ով ընդունել է Քրիստոսին, ապա այդ մեղքով մենք Քրիստոսին նորից խաչում ենք ու Քրիստոսին բաց ամոթի ենք ենթարկում, խայտառակում նրան։ Կարդանք Եբրայեցիներ նամակի 6-րդ գլխից 4-ից 8 խոսքերը։ Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծո խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որտև նրանք Աստծո որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում, քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում, իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, նրան անեծքն է կպչում և նրա վերջը այրվելն է։ Այսինքն, եթե մենք սիրում ենք մեղքը, չենք ատում այն ու չենք պատերազմում, եթե մեր կամքը ընտրում է մեղքը, ուրեմն մենք այնպիսի հող ենք, որ փուշ ու տատասկ է ծնում, և նմանի համար կա միայն դատաստան աստվածային և Աստծո անեծք։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ընդունել են Քրիստոսին, ովքեր ճանաչում են Քրիստոսին ու չնայած դրան գիտակցաբար իրենց ազատ կամքով, իրենց ընտրությամբ մեղք են գործում։ Խոսքը սայթաքելու մասին չի, այլ քո ցանկությամբ ազատ կամքով գիտակցելով Աստծո կամքին հակառակ գնալը ու մեղք գործելու մասին է։ Լկտի մեղավորները խոցում են Քրիստոսին, վիրավորելով Աստծո ժողովրդին, ու եթե հիմա Հիսուս Քրիստոսը այս աշխարհում լիներ, նման մարդիկ Քրիստոսին նորից խաչը կհանեին։ Ահա սա է մեղքի գարշելի, զազրելի բնույթը։ Երրորդ, նայենք ու քննենք մեղքը համեմատելով այն տառապանքի ու դժոխքի հետ ու կտեսնենք, թե որքան սարսափելի ու ահավոր է մեղքը համեմատած թե տառապանքի և թե դժոխքի հետ։ Մեղքն ավելի վատ է ու սարսափելի է, քան տառապանքը։ Լինի այդ տառապանքը հիվանդություն, աղքատություն, սուգ թե մահ։ Մեղքի մի կաթիլում ավելի շատ չարություն կա, քան տառապանքի ծովում, քանի որ մեղքը տառապանքի պատճառն է։ Մեղքը մեր տառապանքի արմատն է, ու մինչև ծառի արմատը չչորանա, ծառը չի դադարի պտուղ տալ։ Նույն կերպ էլ, քանի մեղքը սիրում ենք ու գործում ենք, ուրեմն դրա հետևանքներն էլ ստանալու ենք։ Տառապանքի պտուղը կլինի մեր կյանքում, եթե մենք շարունակում ենք սիրել մեղքը և գործել մեղքը։
Պատճառն ավելի կարևոր է բուժելու համար, քան հետևանքը։ Հետևանքը բուժես, ընդամենը մասկիրովկա ես անում։ Աստծո արդարության սուրը հանգիստ դրված է իր պատյանի մեջ, մինչև մեղքը ստիպում է, որ այդ դուրս գա իր պատյանից և ուղղվի մեր դեմ։ Եվ Աստծո սուրը ուղղվում է մեր դեմ, որպեսզի մեզ ուշքի բերի, որպեսզի մենք մեր կյանքից արմատախիլ անենք մեղքը, որ չար պտուղներ չունենանք մեր կյանքում։ Տառապանքը լավ է մեզ համար, որքան էլ որ դա տարօրինակ ու տհաճ հնչի մեր ականջին։ Սաղմոս 119:71-ում ասվում է. Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները, Տեր։ Որովհետև նեղությունը, տառապանքը, ցավերը մեզ տանում են դեպի ապաշխարություն։ Երկրորդ Մնացորդաց 33-րդ գլխի 12 խոսքը ասում է. Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծո առաջ։ Երբ իժին հարվածում են, այն դուրս է թքում իր մեջ եղած թույնը, ու երբ Աստծո գավազանն էլ մեզ է հարվածում նեղությամբ, տառապանքով, մենք ենք դուրս թքում մեղքի թույնը, որ կա մեր մեջ։ Տառապանքը բարելավում է, շատացնում է շնորհը մեր կյանքում։ Ոսկին զտվում է միայն կրակի մեջ։ Աստծո խրատը, Աստծո դիսցիպլինան մեզ պահում է դատաստանից, որ սպասվում է աշխարհին։ Կարդանք առաջին Կորինթացիներ 11-րդ գլխի 31-32 խոսքերը։ Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի, բայց դատվելով խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվեն։ Դրա համար Մորիս կայսրը աղոթեց Աստծուն խնդրելով, որ Աստված իրեն պատժի այս կյանքում, որպեսզի նա հավիտենական կյանքում չպատժվի։ Ուստի տառապանքը շատ առումներով մեր օգտին է, բայց մենք դրան էլ կարող ենք հակառակվել։ Տառապանքի դիմաց բողոքենք, փոխանակ թույլ տանք, որ այն իր բարի գործը անի մեր մեջ։ Մանասեի մեղքի պատճառով եկած տառապանքը նրան խոնարհեցրեց Աստծո առաջ, բայց Հուդայի մեղքի պատճառով եկած տառապանքը նրան դրդեց հուսալքության ու արդյունքում նա ինքն իրեն սպանեց։ Դրա համար Աստվածաշունչը սա է ասում տառապանքի մասին։ Կարդանք մի քանի հատվածներ։ Հռոմեացիներ նամակի 5-րդ գլխի 3-ից 5 խոսքերը։ Այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում, գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն է առաջացնում, փորձառությունն էլ հույս, իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Սա հաղթանակի ցիկլն է՝ համբերել, համբերությամբ կոփել մեր բնավորությունը, համբերությամբ փորձ ձեռք բերել և կոփել մեր հավատքը, որն էլ տանում է մեզ հույսի, հույս հիմնված Հիսուս Քրիստոսի վրա։ Առաջին Պետրոս նամակի 5-րդ գլխի 10-րդ խոսքը ասում է. Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի ձեզ։ Այս հատվածը ամփոփում է տառապանքի, Աստծո շնորհի և փառքի թեմաները, որոնք կարող են քաջալերել մեզ փորձության ժամանակ։ Հակոբոս առաջին գլուխ 2-ից 4 խոսքերը։ Լիարժեք ուրախություն համարեք, եղբայրներ, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։
Այս համարը խրախուսում է մեզ տառապանքը համարել ուրախություն, քանի որ տառապանքը կարող է օգնել զարգացնել տոկունությունը մեր մեջ։ Հովհաննես Ավետարան 16-րդ գլուխ 33 խոսք։ Հիսուսն ասաց. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որտև ես հաղթել եմ աշխարհին»։ Այս համարում Հիսուսը պարզ ասում է մեզ, որ մարդիկ երկրի վրա շատ փորձություններ եւ վիշտեր են ապրելու, ներառյալ քրիստոնյաները, բայց մեր հույսը ու մեր հաղթանակը Հիսուսի մեջ է, ու մենք նրան պիտի ապավինենք ու այդպես մնանք ամուր եւ անսասան, որովհետեւ նա հաղթանակած է ու մենք էլ նրանով ենք հաղթանակած։ Հռոմեացիներ նամակի 8-րդ գլխի 18 խոսքը։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Այս համարը բացատրում է մեզ, որ տառապանքն ու փորձությունները բիծ չեն մարդու գոյության ու կյանքի վրա։ Առաջին Պետրոս 4-րդ գլխի 1-3 խոսքերը։ Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքով զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծո կամքի համաձայն ապրենք, որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, հարբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ Այս համարն էլ խրախուսում է մեզ չզարմանալ, երբ տառապանք է գալիս մեր կյանք, քանի որ դա Աստծո ծրագրի մի մասն է, մարդկանց իր որդու կերպարին համապատասխանացնելու համար, որպեսզի մենք ատենք մեղքը ու հեռանանք ամեն կարգի մեղքից։ Տառապանքը հասնում է միայն մարմնին, բայց մեղքը ավելի հեռուն է գնում։ Մեղքը թունավորում է մարդու երևակայությունը, կապում է մարդու հասկացողությունը, խաթարում է մարդու զգացմունքները, ցանկությունները, ստրկացնում է մարդու ազատ կամքը, որ Աստված է մարդուն տվել, դարձնում է մեզ մեղքի ստրուկը, խլացնում է մեր ականջները, կուրացնում մեր աչքերը, կարծրացնում մեր սրտերը։ Տառապանքը մեզ ուղղելու եւ շտկելու համար է, եւ Աստված այն օգտագործում է մեզ օգնելու համար, իսկ մեղքը կործանարար է։ Դժբախտությունը կարող է միայն խլել մեր կյանքը, իսկ մեղքը խլում է մեր հոգին։ Ղուկաս ավետարանի 12-րդ գլխի 20-րդ խոսքում ասվում է. բայց Աստված նրան ասաց. անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու։ Տառապանքի, նեղության, դժվարության միջով անցնող մարդու խիղճը կարող է հանգիստ լինել։ Ես ինքս գիտեմ, երբ ուժեղ մեջկացավով պառկած էի ու չէի կարողանում շարժվել ցավից, ես բանաստեղծություն եմ գրել Աստծուն։ Այսինքն խիղճս հանգիստ էր, չնայած որ մարմինս տառապում էր։ Ուրեմն երբ մեր մարմինը տառապում է, կամ մենք դժվարությունների ու նեղությունների միջով ենք անցնում, քրիստոնյան կարող է իր սրտում երգել Տիրոջը գոհություն հայտնել, փառաբանել Տիրոջը, չնայած ցավին, տառապանքին, սգին։ Կարդանք Եփեսացիներ նամակի 5-րդ գլխի 19-ից 20 խոսքերը։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք։ Ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն և Հորը։ Նկատի առնենք ամեն ժամ բառերը, ոչ թե երբ ամեն բան լավ է, այլ անգամ երբ ամեն բան լավ չի ընթանում։ Բայց երբ մարդ մեղք է գործում, նրա հոգին սարսափում է։ Հայտնի իրավաբան Սպիրան, ով հրաժարվեց հավատքից,
ասաց, որ անգամ դժոխքի մեջ գտնվող հոգիները չեն զգում իր կրած ներքին տանջանքներն ու տառապանքը հավատքից հետ դառնալուց հետո։ Ցավոտ դիսցիպլինայի հանդիմանության միջոցով Աստված իր սերն է մարդուն տալիս։ Հիսուսը Հայտնության գրքի 3-րդ գլխի 19 խոսքում ասում է. «Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում եմ»։ Այն սերը, հաճախ որ մենք ցույց ենք տալիս մեր երեխաներին, մեր շրջապատին, որտեղ չկա հանդիմանություն, դա սեր չի։ Մենք թույլ ենք տալիս, որ մեր երեխաները փչանան, բայց նաև չի նշանակում, որ հանդիմանությամբ պիտի խիղտենք մարդկանց, պիտի իմանանք երբ և ինչպես և Աստծո իմաստությամբ։ Բայց երբեք մեղքի ու սխալի վրա աչք չպիտի փակենք, նախ մեր կյանքում, որտեղ եթե մեր կյանքում աչք փակենք, բայց ուրիշին մատնացույց անենք, մենք հիպոկրիտներ կլինենք։ Հիսուսը դրա դեմ մեզ խրատել է, ասել է սկզբից ձեր աչքի գերանը հանեք, հետո փորձեք դիմացինի աչքի փուշը հանել։ Եթե մի մարդ փողով լցված մի ծանր տոպրակ շպրտի դեպի քեզ, ու այդ տոպրակը քեզ կպնի ու մի փոքր վնասի, ու գուցե կապտուկ առաջացնի, դու նետողից չես նեղանա, այլ կսիրես փողով տոպրակը շպրտողին, որտև կհամարես, որ քեզ բարիք է արել, քեզ փող է տվել։ Նույն կերպ, երբ Աստված է թույլ տալիս, որ անցնենք տառապանքների միջոցով, երբ Աստված է մեզ հանդիմանում, դա ևս մեր բարիքի համար է, մեզ հարստացնելու համար է, ոչ թե ֆինանսապես, այլ համբերությամբ, հույսով, որ չարիքից ազատվենք ու բարիքով հարստանանք ու հարստանանք Աստծո հոգու ոսկե շնորհներով ու մխիթարություններով։ Աստծո հանդիմանությունն ու դիսցիպլինան մեր հանդեպ տառապանքները, որ Աստված թույլ է տալիս, բխում են Աստծո սիրուց։ Բայց երբ մենք մեղք ենք գործում, Աստված հետ է քաշվում մեզանից։ Նա չի դադարում մեզ սիրել, բայց մեղքը թույլ չի տալիս, որ մենք զգանք նրա սերը, որ մենք ստանանք Աստծո սերը, ու այդ սերը մեզ փոխի։ Երբ Դավիթ թագավորը մեղանչեց, նա ուրիշ բան չզգաց, բացի այն բանից, որ թվում էր, թե ամպերն ու մառախուղը ծածկել էին Աստծուն։ Կարդանք Սաղմոս 97-ի 2-րդ խոսքը։ Ամպ ու մառախուղ կա նրա 4 կողմը։ Դավիթը չէր կարող տեսնել ոչ ծիածան, ոչ արևի շող, ոչ այլ ինչ, քան ամպեր ու խավար Աստծո երեսի շուրջը։ Դա նրանից չի, որ Աստված մեզ լքում է, այլ մեղքն է դառնում այդ պարիսպը։ Ամենամեծ դատաստանը, պատիժը, որ Աստված դնում է մարդու վրա այս կյանքում, այն է, որ Աստված թույլ է տալիս, որ այդ մարդը մեղք գործի առանց վերահսկողության, կոնտրոլից դուրս, իր սրտի ուզածի չափով։ Եվ սա հենց ապացուցում է այն փաստը, որ մեղքն ավելի վատ է, քան չարչարանքը, նեղությունն ու տառապանքը ու անգամ մահը։ Երբ Տեր Աստված ծայրահեղ դժգոհ է մի մարդուց ու պատրաստվում է թույլ տալ նրան, որ ապրի հանգիստ իր մեղքի կյանքով, Աստված այդ մարդուն չի ասում «Էլ մի արա», էլ չի հանդիմանում։ Աստված չի ասում «Սուրն ու պատուհասը կբերեմ քո վրա»։ Հակառակը, այս դեպքում Աստված ասում է. «Ես թույլ կտամ, որ այս մարդը մեղանչի ու շարունակի մեղանչել ու ավելի ահավոր մեղքերի մեջ ընկնի»։ Որտեղից սա գիտենք։ Կարդանք Սաղմոս 81-ի 12-ը։ Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսի ընթանան ըստ իրենց խորհուրդների։ Կարդանք նաև Հռոմեացիների առաջին գլխի 18-ից 32 խոսքերը, հատվածը։ Սա փայլուն կերպով բացատրում է այս ամենը։ Սարսափելի է, երբ Աստված դադարում է մեզ հանդիմանել և դիսցիպլինայի ենթարկել։ Դա նշանակում է, որ Աստված թույլ է տալու քո մեղքի կյանքով գնաս, Աստված էլ չի խառնվելու քո կյանքին,
եւ քո վերջը դժոխքում է լինելու։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր Աստծո աներևույթ առանձնահատկությունը, Աստծո մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով, նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անստեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի եւ նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները էգերի հետ բնական հարաբերությունը թողած իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում եւ փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով, չարախոսներ, բամբասողներ, Աստված ատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։ Ուրեմն, եթե Աստված համարում է, որ ամենամեծ պատիժը մարդուն մեղքին հանձնելն է, ապա հասկանում ենք, որ մեղքը շատ ավելի վատ է, քան տառապանքն ու նեղությունը, աղքատությունը եւ անգամ մահը։ Եվ եթե այդպես է, որ մեղքը այսքան սարսափելի է ու ավելի վատ քան տառապանքը, ուրեմն մենք ավելի ուժգնորեն ու ողջ սրտով ու մեր ողջ էությամբ պիտի ատենք մեղքը։ Ու երբ մեղքը համեմատում ենք դժոխքի հետ, նորից տեսնում ենք, որ մեղքը ավելի վատ է, քան դժոխքը։ Ինչպես կարող է դա լինել։ Դժոխքը տանջանքի վայր է, բայց դժոխքում էլ չկա մի բան, որ ավելի վատ է, քան մեղքը։ Դժոխքը Աստծո ստեղծածն է, եւ Աստված այն ստեղծեց սատանայի ու նրա դևերի համար, եւ ոչ թե մարդու համար։ Բայց այն մարդը, ով հակառակվում է Աստծուն, կհայտնվի դժոխքում։ Իսկ ահա մեղքը Աստծո ստեղծածը չէ։ Մեղքը սատանայի արարածն է։ Դժոխքի տանջանքները բեռ են միայն մեղավորի համար, իսկ մեղքը բեռ է, վիշտ է, ցավ է, անարգանք է, տանջանք է, խաչելիության մահն է Աստծո համար։ Դժոխքի տանջանքներում լավ բան կա, եւ այդ լավ բանը այն է, որ կատարվում է աստվածային արդարությունը, աստվածային դատաստանը։ Իսկ մեղքը ամենաբարձր անարդարությունն է Աստծո հանդեպ։ Մեղքը խլում է Աստծուց նրա փառքը։ Մեղքը խլում է Քրիստոսից իր թանկ արյունով գնվածներին։ Մեղքը Քրիստոսին խաչը բարձրացրեց։ Մեղքը խլում է մեր հոգուց երջանկությունը։ Ուրեմն ինքներդ դատեք,
թե արդյոք մեղքը ամենաատելի բանը չէ, ավելի վատ, ավելի սարսափելի, քան տառապանքը, նեղությունը, մահը և դժոխքը։ Եվ հիմա եկեք նայենք 4-րդ կետին, մեղքին և դրա հետևանքներին, և կտեսնենք, թե որքան ատելի է մեղքը։ Մեղքը հասնում է մարդու մարմնին ու մարդուն ենթարկում մի շարք թշվառությունների։ Մենք աշխարհ ենք գալիս լացով և աշխարհից հեռանում ենք հառաչանքով։ Մի խումբ մարդիկ կային, ովքեր իրենց երեխաների ծննդյան օրը լաց էին լինում, երբ մտածում էին, թե ինչ դժբախտությունների ու տառապանքների միջով էին անցնելու այդ երեխաները այս աշխարհում։ Մեղքը տրոյական ձին է, որից դուրս է գալիս անախորժությունների մի հսկայական բանակ։ Մենք բոլորս էլ ծանոթ ենք այս բաներին, բայց ես անձամբ ցանկանում եմ թվարկել դրանցից մի քանիսը։ Մեղքի զգացում, ամոթ, խզված հարաբերություններ, թե Աստծո հետ, թե մարդկանց հետ, Աստծո բացակայություն, խավար հոգում, վախ, սարսափ, դեպրեսիա, պանիկաներ, պատերազմներ, հիվանդություններ, անեծք, անարդարություն, գերեվարություն, բռնություն, պղծություն, բաժանումներ, ատելություն, էմոցիոնալ անհանգստություն, դատարկություն, հուսահատություն, հուսալքություն, կոտրվածություն, եսասիրություն, ֆիզիկական հիվանդություններ, հոգեկան հիվանդություններ, տառապանք և այլն, և այլն, և այլն, և ի վերջո մահ։ Մեղքը, երբ ձեռքդ մրցնում ես մեղվի բունը, որ մեղր հանես, մեղրը քաղցր է, բայց միևնույնն է մեղուն էլ կծում է։ Մեղքը ինչպես գինին սկզբում մեզ ջերմացնում է, բայց հետո մեզ գերեզման է գցում։ Հռոմեացիներ 5:12 խոսքը ասում է. «Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը եկավ, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին»։ Մեղքը հասնում է մարդու հոգուն ևս։ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, դու էլ, ես էլ, քո ամենաատած մարդն էլ ստեղծված ենք Աստծո պատկերով։ Եվ մեղքը գողացել է մեր մեջից Աստծո պատկերը, մեր սրբության ու վեհության աղբյուրը։ Մենք զոհել ենք Աստծո պատկերը, մեր սրբությունն ու մեր վեհությունը մեղքին։ Մեղքը այս սարսափելի բանն է արել մեզ։ Մեղքը մեր վրայից պոկել ու հեռացրել է անմեղության, սրբության պատմուճանը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մեղքի այս նետը նպատակ ունի ավելի խորը հարվածել մեզ, որ ամբողջովին կործանի մեզ։ Մեղքն ուզում է ընդմիշտ բաժանել մեզ Աստծուց, ում ներկայության մեջ կա ուրախության, ցնծության, կատարյալ լիություն։ Մեղքը ցանկանում է զրկել մեզ, որ Աստծո կամքը չկատարվի մեր կյանքում, որտև Աստծո կամքը բարի է ու լավ մեզ համար։ Նա նախապես մինչև քո ծնվելը պատրաստված ծրագիր ունի քեզ համար, իսկ մեղքը թույլ չի տալիս, որ դա իրականանա քո կյանքում։ Երբ մեղքն այդքան չափազանց մեղավոր է, այն պետք է մեզ զայրացնի և առաջացնի մեր սաստիկ, խորը վրդովմունքը մեղքի դեմ։ Մենք պետք է անսահմանորեն ավելի ատենք մեղքը, քան երբևէ սիրել ենք մեղքը։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի, պահպանի և առաջնորդի, իսկապես թող Աստծո ձեռքը մեզ առաջնորդի, Աստծո աջը, որ մեր ոտքերը դեպի Աստված ուղղորդվեն, դեպի դարձ, դեպի ապաշխարություն, դեպի կյանք Հիսուս Քրիստոսով։ Ավելի մեծ բարիք, ավելի մեծ օրհնություն որևէ մեկին ես չեմ կարող ցանկանալ։ Ամեն։